Հռոմեացիս 19 ասում է, եթե դու դավանես քո բերանով, որ Հիսուսը Տեր է, եւ հավատաս քո սրտի մեջ, որ Աստված իրան մեռելներից է հարություն տվել, դու կփրկվես։ Հռոմեացիս 10:13-ն է, որ ասում է, ով որ Տիրոջ անունը կանչի, կփրկվի։ Եվ այստենց նայելով մի հատ շատ հեշտ է թվում փրկությունը։ Եվ որոշներն էլ կան, գայս են այսպես ասում են, այ մենակ պետք է որ դու ասես, որ Հիսուսը Տեր է, եւ հավատաս իրան, եւ վերջ, դու փրկված ես։ Մի քիչ ավելի խորն է այս խոսքը դրանից։ Մեկը գալիս է Հիսուսին եւ հարցնում ասում է, իրոք քիչերը կլինեն, որ կմտնեն արքայության մեջ։ Եվ Հիսուսը այսպես է պատասխանում, ասում է, փորձեք, որ նեղ դուռով ներս մտնեք, որտեղ որ շատերը կփորձեն եւ չեն կարողանա։ Եվ տանտերը վեր կկենա եւ դուռը կփակի։ Եվ դուս կկանգնեք եւ կասեք ինչ Տեր։ Նայես մարդիկ ասում են նույնպես Տեր, դուռ բաց։ Եվ ասում է նա կպատասխանի եւ կասի ես չգիտեմ դուք ուր տեղից եք։ Եվ իրանք ասում է որ դուք կասեք որ մենք կերանք քո հետ, ընտրեցինք, քո ներկայության մեջ էինք։ Բայց Տերը իրանց կասի որ ես ձեզ չեմ ճանաչում։ Հեռվացեք ինձանից, նույն բանն ասում, անօրենության գործողներ։ Ղուկաս 6:46։ Եվ Հիսուսն այսպես է ասում. ասում է ինչու եք ինձ կոչում Տեր, Տեր, բայց չեք անում իմ ասածը։ Տեսնում ենք որ այս խոսքը, երբ որ դնում ես ընդրակ կողքին, մենակ այն չի որ մենք Տեր ենք կոչում Հիսուսին, այլ իրոք Տեր ենք դարձնում իրան մեր կյանքի մեջ։ Դա իսկական իմաստը։